Ես ցավում եմ մեր երկրի, ես չեմ ճանաչում մեր երկիրը։ Ես 90-ականներից եմ այս դաշտում, ես գիտեք եւ լրագրությամբ միշտ իրավական թեմաներով իրավապաշտպան լրագրող եմ եղել։ Բայց ես տեսել եմ մարտի 1, ես մասնակցել հետաքննության մարտի 1-յան դեպքերով միջազգային կազմակերպության։ Բայց որ այսպես ավերվի Հայաստանը բոլոր ոլորտներում էլի հասկանում եք ոնց կարող է իրավապահ համակարգը չգործի հիմա նայեք ես ձեզ բերեմ օրինակ Արեգնազ Մանուկյանին որին ես չեմ ճանաչում որը ձերբակալվել կալանավորված է արդեն ինչի համար է կալանավորել միջին ծանրության հանցանքի վրա էլ թողնենք այդ հանցանքը որքանով է իրական այդ թողնենք մի կողմ Երեխա ունի անչափահաս, արգելքներ ա դրված երեխային տեսակցելու։ Ասենք այդ տիկին գլխավոր դատախազը լուրջ իրեն զգում է իսկապես այսպես շատ կարևոր պահվածք ունի իրանցիկ sense կարևոր իրոք համարում է որ սա նորմալ իրավաբանը կարող է այսպիսի խիստ միջոցներ կիրառել, ասենք որ երեխան ինչի համար չպետք է երեխային տեսնի։ Չենք տեսել ձեր մեղադրանքները, տիկին, եկաք, գիտեք ինչ, ես Նիկոլ պարզա, որ Նիկոլ Փաշինյանը ցուցումներ է տալիս ան, բայց ինձ դա չի հետաքրքրում, թող հրաժարական տա ուրեմն գլխավոր դատախազը, եթե ինքը չի տիրապետում իրավիճակին, ինքը փաստորեն չի տիրապետում իրավիճակին, ինքը միայն, ես եւս համարում եմ ատելության դրսևորում, եթե դու այդ կնոջը Թույլ չես տալիս իր անչափահաս երեխային տեսնելու միջին ծանրության հանցանք առավելիվս ոչ մի ու դեռ չգիտենք քո մեղադրանքը ինչ վիճակում է եկեք հիշենք ահաբեկչության նախապատրաստություն Բագրատ Սրբազանի գործը դուք հիշում եք թե ԿՊ-ն ինչ վայնասուներ բարձրացրել այդ ահաբեկչության մասին Եվ նույնիսկ հասարակական կազմակերպություններին պարտադրում են, որ հայտարարություն ընդունեն, որ ահաբեկչություն է տեղի ունեցել, նախապատրաստություն է տեղի ունեցել։ Եվ ինչ պարզվեց։ Այդ ես հիշում եմ, որ մի սարկավագին կալանքից դատարանախափանման միջոցը փոխեց, եւ այդ падգամավորներից ԿՊ-ական Եղոյանը դատավորի հասցեին ինչ ուզես, ասում էր թե դու ոնց դա Վազգեն Ռշտունին վերաքնիչ դատանի, որ ազատել էր։ Իսկ հիմա բոլորն են, չէ՞ ազատության մեջ։ Նա դատավորին ասում էր, պետք է քո նկատմամբ դա լիներ այդ սպանության փորձը, որ դու իմանայիր։ Արարատ Միրզոյանը գնում էր Եվրոպայի խորհրդում, ասում էր, մեզ ուզում էին սպանել, անձամբ ինձ, ես եմ լսել իր խոսքը Եվրոպայի խորհրդի ստելու եւ այստեղ անընդհատ այդ քարոզությունը տանելու եւ ինչ պարզվեց, երբ որ հրապարակվեց ամբողջական ձայնագրությունը։ Ես սա ինչի համար պատմեցի եւ այդ ընթացքում ինչեւ ձայնագրության ամբողջական հրապարակումը Տիկին դատախազը ժամանել էր ազգային ժողով, էլի իր այդ մետաղյա լեդի կեցվածքով, սենց արձանի պես կանգնած, պնդում էր մեղադրանքը, պնդում էր ժամերով, նույնիսկ հարցեր, որ չի պատասխանում ամբողջական, բայց պնդում էր, իսկ հիմա ինչու՞ չէ, ես գրել էի, գնացեք, ընդեղ հիմա հակառակը պատմեք, երբ որ այդ ձայնագրությունները, հիմա դուք գիտեք, որ Բագրատ Սրբազանը դրսում է, չէ՞, Բա ուր է ձեր ահաբեկչության մեղադրանքը, այսինքն մտածում եք, որ ժամանակը կանցնի, եթե դատախազը գլխավոր, տիկին Աննա Վարդապետյանը չի հարգում իր մասնագիտական արժանապատվությունը, գիտեք, մասնագիտական արժանապատվություն գոյություն ունի, ես ինչի պետք է հարգեմ, եթե ինքը չի հարգում, եթե դու Արեգնազ Մանուկյանին զրկում ես իր երեխային տեսնելով, կին լինելով, չգիտեմ մայրա թե չէ, ես ինչ պետք է մտածեմ քո մասին, ինչ մտածեմ, ես մյուս օրինակներ բերեմ, հիշում եք նաև Արուսյակ Ջուլհակյան, այսինքն նույն հայտարարությունը, ասում է բանը, կրծքերի զբաղվածությունը նրան չի ազատում պատասխանատվությունից, բայց Գոհար Ղումաշյանի մեղադրանքը որքանով էր հիմնավոր, չկար չէ, հետո պարզվեց, ձերբակալության ժամանակ, այսինքն, ասում է, ես հղում եմ անում կրծքերին, պատկերացնում եք ինչ չարություն,
ասենք դա կնոջ խոսույթ, ոնց կարող է կինը կնոջ մասին այդպես խոսի, դա ես չեմ տեսել այդպիսի բան, այսինքն այդ չարությունը, ատելությունը անընդհատ եթե դատախազը քիչ է խոսում, բայց մենք իր գործողություններում ենք դա տեսնում, այդ ատելությունը, եւ ես համարում եմ սա ատելության դրսեւորում։ Ատելություն կա դատախազի վերաբերմունքի եւ խոսքի։ Այո, եւ նաեւ այս կնոջ, որը զրկված է իր անչափահաս երեխային տեսնելով, եւ ես չգիտեմ այդ մեղադրանքը որքանով է հիմնավոր։ Քանի որ սրանք անմեղության կանխավարկածը Հայաստանում ոտի տակ են դրել։ Մարի ջան, ես այս ամեն ինչի համար եմ շատ ցավ ապրում, որ ես մեր երկիրը, ասենք, ոչ մի կերպ, ոչ միտեղ չի գնում, ոչ միտեղ։ Այսինքն ոնց կարելի է, ասենք, մարդկանց հետ տենց վերաբերվել։ Եվ մոտ 10 օր առաջ Տիկին դատախազը հրապարակում է, շնորհավորում է դատախազի օրվա աշխատողի օրվա կապակցությամբ եւ մի տեքստ է գրել, ընդ որում դեռ բառերը օգտագործել, ամբասիր, բան երևի տենց բառարանից է օգտվել, եւ ասում է վստահությունը դատախազության նկատմամբ 6%-ով աճել է։ Այսինքն դուք պատկերացնում եք, այդ գնահատականը տալիս։ Ինչ որ սոց հարցում են արելի հավանաբար։ Ինքն է տալիս ու տենց ու ես գիտեք ինչից վատը զգացի, որ ես երբեմն մտածում եմ, օրինակ, հիշում եք Լիդիա Մանթաշյանի դեպքում, երբ որ նրան էլի այդպիսի խիստ պայմաններում եւ կալանքը երկարացրեց։ 5 ամիս մնացավ չկա։ Բայց եւս երկարացրեցին 3 ամիս եւ դա բուրըն էլի հանրային արձագանք ստացավ։ Այդ նույն դատախազն է, չէ՞, ասենք ինքն է հսկում մեղադրանքը։ Գյումրիում դեպքը եղավ լրագրողի հետ կապված Զարուհի Փոստանջյանը, որ գնա։ Հա, շատ են դեպքերը։ Գիտեք ինքը որ ասում է վստահությունը ավելացել է դատախազության նկատմամբ։ Գիտեք ես ինչի շատ վատ զգացի, որ ես երբեմն մտածում եմ երևի դատախազը գիշերները չի կարողանում քնի այս ծանր բաներից, գուցե այդքան էլ չի ուզում ինքը այդ մեղադրանքները հաստատի, իր վրա էլ ճնշում կա։ Երբեմն ես տենց մտածում էի, գիտեք, բայց ասենք եթե դու շարունակում ես այդ նույնը անել։ Այսինքն ընտրովի արդարադատությունը է ձեր կարծիքով։ Միանշանակ։ Ու դու այդ բա ոնց փոխեցիք այդ դեպքում Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը, հանրային ճնշում եղավ, չէ՞։ Արթուր Օսիպյանին հանրային ճնշում եղավ։ Կամ հիմա Արեգնաս Մանուկյան, գիտեք, հիշում եք այն 8 ամսական երեխային էլի Զարուհի Փոստանջյան, որ կալանավորել էին շատ մեծ Բայց գիտեք, այստեղ շատ ահավոր է, ես մի քիչ ուզում եմ ես հանրային դաշտը էլի, թե ինչ վիճակում է, ու մենակ հո իրավապաշտպաններով էլ չի, իրավապաշտպաններն էլ չկան արդեն լուծվել, տարալուծվել են Փաշինյանի մերձակայքի տարածքում, էլի, տարալուծվել են այնտեղ։ Բայց մարդիկ էլ, քաղաքացիներն էլ պետք է իրենց իրավունքները պահեն, պաշտպանեն, բարձրաձայնեն եւ այս հանրային արձագանքները պետք է միշտ լինի։ Բայց ասում եմ, իհարկե ես հասկանում եմ հազար մի բան, բայց լինում է, չէ, երբեմն որ ստացվում է այդ հանրային համերաշխությունը եւ ինչ որ բան փոխվում է, ասենք։ Ճիշտ է, դու մտածում ես համակարգի մասին, բայց էլի մարդկանց մասին գոնե, ասենք, կարողանում ես ինչ որ մի բանով օգտակար լինել։ Եվ հիշում եք Արթուր Օսիպյանին ինչ պայմաններում էին պահել Նուբարաշենի բանտում, երբ որ ինքը դուրս եկավ, չնայած փաստաբանը ասել էր, նրան էլ էին շատ խիստ հսկողություն դրել, որ ընտանիքը չի կարող տեսնել եւ այլ, եւ փաստաբանը ասել էր, որ խոնավ պայմաններ, վատ պայմանների մասին շատ չէր մանրամասնել։ Ես շատ եմ եղել Նուբարաշենում, Մարի ջան, պես լավ գիտեմ այնտեղ։ Գիտեմ, տեղյակ եմ, եւ բոլոր ահազանգերին առաջինը դուք եք այնտեղ։ Հա, եւ այդ պայմանների շատ լավ տեղյակ եմ։ Իսկ ինչ էր խոսում արդարադատության նախարարը այդ օրերին, երբ որ Արթուրը իր հացադուլը ուրեմն այնտեղ տանում էր Դումայասի հետ գարշահոտության մեջ։ Հանրային ճնշումները ամեն դեպքում ազդում են որոշակի որոշումների վրա երբեմն։
Եթե հիմա մեզ լսողները կասեն, այս հանրային ճնշումները չէին ազդում Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի, իդեպ դուք բոլոր իշխանությունների ժամանակ էլ պայքարի մեջ եք եկել, անկախ նրանից, թե ովքեր են այդ իշխանության գլուխը։ Ինչ լավ որ ասացիք, թե չէ գրում են իմ գրառումների տակ, ուր է իր Չէ, մենք շատ ենք այդ թեմաներին անդրադարձել, այդ պայքարը եղել է։ Հիմա ինչպես է ստացվում, եթե Նիկոլ Փաշինյանը այս ամենը ուղղորդում է, ինքը կառավարում է, արդյոք այդ հանրային ճնշումները այդ դեպքում ինչպես են ազդում, եթե Նիկոլ Փաշինյանը այս ամենը կառավարում է։ Ինչպես են հանրային ճնշումները, դրանք եզակի դեպքեր են, այնպես չի որ մենք ամբողջ օրը այդ հանրային ճնշումներով ինչ որ հաջողությունների ենք հասնում։ Հիմա գիտեք ինչքան ապօրինի բանտարկված մարդիկ կան։ Այստեղ դատարանների եւ դատավորների մասին էլ ենք մենք խոսում արդեն նրանք են այս գործընթացների մեջ։ Նաեւ այդ դատարանների դատավորների մասին, որ ասում էր ում քսակը հաստա նայել կարողանում անցկացի, իդեպ դատավորների մեծ մասին իրանք են նշանակել, երբ որ եկել են եւ համանդրական դատարանի եւ էս եւ այդ որ ասում եմ քսակը հաստանայել արդարացումը փող ունի եւ կապեր էլիտան է օգտվում արդարությունից ինքը տենց է մտածում իրականում իր հոգեբանությունը հենց այդպիսին է ինքը երևի եթե գնա նաեւ Նորվեգիայի դատարանում որ գիտեմ կամ ասենք Մեծ Բրիտանիա որ մեծ արդարադատություններ այդ երկրներում կա էլի նույն ձևի ինքը կմտածի կասի չէ փող են դա իր հոգեբանությունն է ինքը տենց է մտածում, տենց է խոսում ու էլ չասեմ են, որ ինքը երբ ոնց ուզում է տենց է տեսնում ու գիտեք, իրեն սատարողներ կան այդ քաղաքացիական հասարակություն կոչվածներից կամ են չգիտեմ, ես երեք հյուր էի գնացել և մարդիկ էին հավաքված մշակույթի և այլն, որոնք պատմում էին մեկը ինձ պատմում էր, որ գիտես ասում, անդադ ուզում են իմանալ ես որ թիմից եմ, ասում ես ոչ խոսում եմ, ոչ բան, ասում չեմ խոսում, ասում բայց գալիս են, ուզում են իմանան, գնում են, ասում են, այսինքն պատկերացրեք այդ աշխատանքի վայրերում ինչ վիճակ է, մեկի երեխան են գործից հանում, մյուսի այսենց լարված, ես չգիտեի ճիշտ ասած, որ այդպիսի մթնոլորտ է, այսինքն Նարեկ Կարապետյանն էր հայտարարում, որ իրենց դիմել են հենց այդ հարցերով, որ իրենց միտինգներին, իրենց ցույցերին մասնակցելու կամ սատարելու համար աշխատանքից ուստեղ Նիկոլ Փաշինյանը իրան զորեղ ազգում, որ ինքը վախի մթնոլորտ է սերմանել բոլորի մեջ էլի, այդ մարդկանց մեջ ընտանիքներում ինքը ոնց որ ասենք առյուծուն են քնացնելով սպանում դավադիր ձևով, ասեք, իդեպ ասեմ, որ ամբողջ օրը Քոչարյանի առյուծից էին, չէ իրան խոսում, նկարները դնում, խփն, բոլորը անխտիր, որ Քոչարյանն այդ որսի, լավ նա որսի է գնացել, չեմ որսը վիճելի թեմա է, մեկը կողմա, մյուսը դեմա եւ այլն, բա դու ինչ ես անում, թե չես ուզում հետ մնաս Քոչարյանից, ուզում ես կամ մյուսից, ով որ ինչ-որ մի այդպիսի անդընդունելի բան արի, դու ուզում ես անպայման գերազանցել, գուցե հենց այդպես է ինքը ինքնահաստատվում, ես չգիտեմ, այդ անելով է ինքը, ու քանի որ, ինչ ասեմ, ինքը պետք է ամոթից մարդկանց երեսին չկարողաներ նայել, այս ամեն ինչից հետո Այն տառապանքները, որ նա պատճառում այդ ընտակ, դա ինչ կապ ունի, որ դա Գագիկ Ծառուկյանն է։ Ու մեկ էլ տեսնում ես այնտեղ գրում են Գագիկ Ծառուկյանն, իմ հետ էլ են տենց վարվել ու քո հետ էլ մյուսի հետ էլ։ Եթե բռնությունը գերիշխելու է այս երկրին, իսկ գերիշխում է, ինչքան ենք լսում իր բռնի խոսքը Նիկոլի նախընտրական արշավի ժամանակ, իր սպառնալիքները, այդ բռնի խոսքը, էլ չեմ ասում ինչև այդ ընդ որում այդ անօրինականությունը իր տարերքն է։ Պատկերացնում եք հիմա նայեք ինքը գնաց Սուրբ Աննայի եկեղեցի իր թիկնազորով սկսված պատարագի ժամանակ մտավ եւ ինքը շատ է սիրում որ ինքը ներքաշի զանգվածներ լինեն պրոբլեմներ ստեղծի մարդկանց համար ու զանգվածներ լինեն հասկանում եք ինքը իրեն կարևոր է զգում ես այդպես եմ ընկալում երբ որ տեսնում եմ ու այդ տղային դուք ինչ տանջանքների ու այս մարդիկ չեն հասկանում, նա իրավունք չուներ գնար ձևի մխրճվեր եւ մարդկանց խանգարել, դա տարական, եթե պաշտոնն էլ թողնենք մի կողմ, մարդիկ կանգնած լսում են, աղոթում են եւ այլն։ Դու ինչի՞ դու ով ես որ դու պիտի գնաս ու սաղ պետք է ասենց ինչ որ ի վերջո դու եկել ես ծառայես մեր հանրությանը, մեր քաղաքացիներին, մարդկանց, ոչ թե գնաս
ու չէր բավարարվել անգամ նրանով, որ թիկնապահներից մեկը հարվածել էր այդ 18-ամյա տղային, այդ անչափահաս տղային։ Ընդ որում հանրային ճնշման նորից Այո, սա եւս։ Մենք էլ ենք խոսել, ձեզ հետ հանդիպել ենք այստեղ։ Հա, հանդիպել ենք, ժամանակա չէի հիշում։ Մի խոսքով այս օրինակները շատ են, կամ ասենք եկեղեցու այդ իր հակաօրինական այդ իր ելույթ պահվածքը, ես ինչ ասեմ, լկտի արտահայտություններ կաթողիկոսի հասցեին, հիշում եք սեռական օրգաններն էր ցույց տալիս եւ այլն, ասենք որ միջազգային մամուլի գլխագրերում էր հանդիպել։ Գիտեք, ես չեմ ուզում, որ դա լինի մեր երկրում, չեմ ուզում։ Մեր երկրում վատ ա եղել, դժգոհ ենք եղել, ինչ ենք եղել, հրապարակային հայոյանքներ այդպիսի ղեկավարության կողմից չեն տրվել, այդպիսի լկտի պահվածք ընդհանուր ՔՊ-ականների կողմից ես չեմ պատկերացնում, որ նախկինում կարող էին անել։ Կամ ասենք այդ տիկնոջ նման այդ Ջուլհակյանի այդ արտահայտությունը ուղղակի սարսափելի է։ Մի խոսքով, այս մթնոլորտում ենք ապրում եւ իմ մտահոգությունը Անդրանիկ Թևանյան ուղերձ էր հղել քրեակատարողականից եւ նշել էր, որ այստեղ հիմնականում գործ կարելու հրահանգ կա եւ ընդդիմության նկատմամբ տոտալ հարձակում է իրականացվում եւ այդտեղ հենց նշել էր Արիգնազ Մանուկյանի ձերբակալությունը, Գագիկ Ծառուկյանի։ Ես խոսել եմ Թևանյանի այդ ձերբակալման տարբեր հարցազրույցներում եւ այն որ նախապես կոչով հանդես է գալի Նիկոլ Փաշինյանը ցույցում է տալիս չնայած երևի վաղուց է ցույցում տվել որ Անդրանիկ Թևանյանի պետական դավաճանության մեջ դից հանգիստ ինքը հրճակում է։ Տեսեք, երբ լրագրողները հարցրեցին, որ սա Գագիկ Ծառուկյանի հետ կապված ասֆալտին փռելու այդ իր հրահանգն է կատարում, ասեց, որ ավելի վաղուց պետք է կատարվեր եւ ոչ թե։ Հա, տեսնում եք, այսինքն իր սրտով է դա, որ ավելի ասֆալտին փռելը կարծացել եմ։ Դե ոչ Գագիկ Ծառուկյանի ընդհանրապես։ Հա, բայց դեպքով են հարցնում, ինքը ուզում էր ասել պետքա գործի, հա։ Ինքը իրան այդ եմ ասում էլի, որ այդպես է պատկերացնում։ Ներոնի ժամանակաշրջանն ենք։ Ինքն ասում է, չէ, որ ինքը ավելի էմոցիոնալ է, գուցե դա հայրենիքի նկատմամբ, հայրենիքի կրկոտ հայտարարությունները բառի իմաստը չգիտի ընդհանրապես։ Գուցե դա նրանից է, որ այսինքն սանձարձակ պահվածքը ու թե ամեն ինչ դա հայրենիքի դեմ է, նրանք ովքեր հայրենիքի դեմ են գործում։ Արթուր Օսիպյանը հայրենիքի դեմ էր գործում։ Դե թողել են Արցախը չեն պահել, փախել են։ Ինքը դրա համար չէր մեղադրում էր։ Հա, փախածներ էր ասում, ճիշտ է։ Ինքը դրանց։ Բայց ինքը ինչ էր անում, որ չփախնեին։ Ոչ մի բան, չէ։ Ինքն է, չէ, Արցախի հանձնող համարվում։